Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է նորից եթերում, փաստերի, անակնկալների, կարծիքների հեռուստալիք։ Գիտեք, ամեն անգամ, երբ գալիս եմ տաղավար, մտածում եմ, որ այս անգամ պիտի ավելի երկար մնամ Երևանյան այս տաղավարում, ավելի երկար աշխատեմ, բայց ցավոք առողջական խնդիրները ստիպում են, որ նորից բացակայեմ։ Եվ քանի որ կիրակի օրը սովորաբար մենք եթեր ենք տալիս լինել թե չլինել հեղինակային ծրագիրը, ցավոք, քանի որ ես արդեն կիրակի չեմ լինելու Երևանում հերթական բուժումների կապակցությամբ մեկնում եմ, ես պիտի ասեմ, որ այսօր էլ այս պահին ես արդեն Երևանում չեմ, բայց կիրակնօրե այսօրը որոշել ենք նորից դիմել մեր արխիվի օգնությանը։ Այո, մեր տեսադարանում մեծ թվով հաղորդումներ կան, 20, 30, անգամ 40 տարվա։ Եվ կարծում եմ, որ մենք այս հաղորդումներով կարող ենք ինչ-որտեղ փակել այն բացը, երբ ես բացակայում եմ եւ մեր հեռուստալիքին ունկնդիրներին ներկայացնել արխիվային այնպիսի տեսանյութեր, որոնք այսօր էլ շատ արդիական են։ Քիչ հետո դուք կդիտեք մի հաղորդում մի հրաշալի անձնավորության մասին, հանրապետության վաստակավոր արտիստ Կիմ Երիցյանի մասին է խոսքը, որի 70-ամյակի կապակցությամբ այն ժամանակ դեռ Երևան ստուդիայում ինձ հաջողվեց հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի ստեղծագործական խմբի ուսանողական այդ խմբի օգնությամբ նկարահանել Բարի երեկո Երևան ծրագրի հերթական թողարկումը, ինչը մենք նվիրեցինք Կիմ Երիցյանին։ Հիմա առաջարկում եմ վերհիշենք այդ մոտ 30 տարվա վաղեմություն ունեցող տեսանյութը եւ ինչպես ասում են, վերապրենք այդ պահերը, երբ մեր կողքին էր հանրապետության այդ հրաշալի անձնավորությունը վաստակավոր, ես կասեի ժողովրդական դերասան Կիմ Երիցյանը, որը այդպես էլ մինչև վերջ չգնահատվեց։ Դիտեք հաղորդումը, այն փաստորեն բաղկացած է երկու մասից, բայց մենք այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու առաջին մասը։ Դիտեք եւ կարծում եմ, որ մեծ բավականություն կստանաք։ Խնդրեմ։ Բոլորիդ, այսօր շատ գեղեցիկ օր է, երբ խորհրդային Հայաստանը ընդամենը 10 տարեկան էր, Երիցյանների ընտանիքում ծնվեց մի առուզավակ, նրան տվեցին Կիմ անունը, Կիմ Երիցյանն այսօր 70 տարեկան է, դիմավորենք Կիմ Երիցյանին։ Շնորհակալություն։ Բոլորի ցանկանում եմ 70-ամյակը այնպես դիմավորեն, ինչպիսի ջերմ ծափարություններով, ջերմ սրտերով, հիասքանչ ժպիտներով, այսքան կյանքում տեսել եմ, շատ շնորհակալություն, երեխեք ջան։ Ես հիմա ուզում եմ պարոն Երիցյանին մի այսպիսի հարց տալ, իր 70-ամյա բարձունքից ինչպիսին է տեսնում մեր այսօրվա կյանքը։ Կյանքը միջոց է անցել, կողքովս չի անցել։ Ռաֆայել Քոթանջան այսօր կվկայակոչի, թե ինչ բան է ամբողջ կյանքս ոչ միայն բեմում, նաև կյանքում իմպրովիզացիա զբաղվել եմ իմպրովիզացիան իմ բացատրմամբ, իմ ընկալմամբ, դա ակնթարթային հնարամտություն է։ Դրանով շատ եմ զբաղվել, հիմա էլ երևի կզբաղվեմ,
Եվ ինչն է ամենակարևորը, երբեք չէի ենթադրի այս ուշադրությունը, այսօրվա ուշադրությունը չէ, որ ես վայելում եմ, ամբողջ կյանքում ես ուշադրություն եմ վայելում ոչ միայն հանդիսականի կողմից, այլ իմ լավագույն բարեկամների, որոնց հետ ես տասնյակ տարիներ, 70 տարուց 46-47 տարի արվեստի հետ եմ շփվել, այդ դրա համար բախտիցս բոլորովին դժգոհ չեմ, ճիշտ հակառակը, ամբողջ էությամբ շնորհակալություն եմ ասում, հուզվում եմ, բայց այս հուզմունքը միայն ուրախության հուզմունք է, հիմա եթե հարցնեն ինչ ջերմաչափը ձեր ինչքան է, երևի այդ սնդիկի սլաքը հասնի մինչև վերջ, բայց ոչ հիվանդության պատճառով, այս անգամ ուրախության պատճառով։ Դու չպիտի քայլես ժամանակի հետ, ժամանակը պիտի քայլ քեզ հետ, կողքովդ լինի, սիամական զույգերի նման պիտի լինես ժամանակի և հատկապես արվեստի հետ, էլ չեմ ասում կանանց հետ, այդպես չէ, ով ինձ հետ համաձայն է, ոչ միայն ծապտա, սրտով էլ ժպտա, շնորհակալություն, իմ ժպիտը ձեզ, ձեր ժպիտը հավաքելու եմ ու պահելու եմ, ինչքան էլ ապրեմ, հետո հանելու եմ ժպիտները փռեմ, ասեմ տեսեք, թե ինչպիսի աչքեր ունեն հայերը, անկախ տարիքից, դարի երգ եմ համարում այն հայ աչքեր երգը, որը սրտից ու համ փիլիսոփայություն կա, համ սիրտ կա, էլ չեմ ասում մեղեդիի շարադրանքը, ինչպիսին է, դա մեր ազգի հիմնի պես երգ է, երիտասարդ մարդկության հիմն է դա, հայի աչքեր, ամբողջ աշխարհով մենք շատ ենք շրջել, դեռ չի եղել, որովհետև մի հայի զույգ աչքերից մենք ամաչենք, եթե եղել է, թող շատը քչին հաղթի, շնորհակալություն այս մեծարման համար, քեզ հատկապես Համլետ ջան, որովհետև դու արդեն որ չես ժպտում, էլի ժպտում ես, ուրիշ տարբերակ չունես, որովհետև սարը, ինչքան բարձրանան, պիտի սար մնա, որովհետև ասեն այ այս սարը բարձրացան, սարի պես ամուր լինես, պինդ լինես, շնորհակալություն, չկարծես ուզում եմ գեղեցիկ բաներ ասեմ, որովհետև այսօր հյուր եմ, պատմական հյուրից շնորհակալություն ձեզ, թե էլ չխոսեմ ամոթինց, վերջ։ Շնորհակալություն բոլորից, շնորհակալություն պարոն Երիցյան, որ դուք 70 տարեկան եք, բայց մնացել եք միշտ նույնը։ Իհարկե այսօր մենք ձեզ հետ բազմաթիվ ջերմ դրվարտանքի խոսքեր կասենք մեր սիրելի դերասանի հասցեին։ Իրեք սովորաբար 70 տարին այն էլ Կիմ Երիցյանի նման դերասանի համար պիտի ավելի երևի շուքով տոնվի, բայց աստված են չինովնիկների հետ, որոնք մոռացել են, գործերով զբաղված են։ Մենք կարևորը ժողովուրդ հետ տոնում ենք մեր դերասանի 70-ամյակը եւ բոլոր այն հեռուստադիտողներն էլ, որ այսօր դիտում են մեր ծրագիրը, երևի իրենց հարգանքի տուրքը մատուցում են Կիմ Երիցյանին, մի մարդու, որն իրոք շատ գեղեցիկ ուղի է անցել։ Այսօր ձեզ հետ փորձելու ենք ուրախացնել, ավելի ժպտադեմ դարձնելու մեր շատ սիրելի դերասանին։ Գիտեք, լինելու են ողջունի խոսքեր, լինելու են երաժշտական կատարումներ, բայց եթե հիշում եք Կիմ Երիցյանն ասաց, որ նա ով փոքր չի սիրում, ինքը փոքր, մենք մեր ծրագիրը սկսում ենք ամենափոքր մասնակցով, Սիրուշո, ծափահարենք Սիրուշոյին և Սիրուշոյի երգը ողջույնը Կիմ Երիցյանին։ There may be trouble ahead, so while there's moonlight and music and love and romance, let's face the music and dance. Before the pillows have left, before they ask us to pay the bills, and while we still have the chance, let's face the music and dance. Soon we'll be with
without the moon, humming a different tune and dance. There may be dewdrops to share. So while there's moonlight and music and love and romance, let's face the music and dance, dance. Let's face the music and dance. When my mom soon we'll be without the moon, humming a different tune and dance. There may be teardrops to share. So while there's moonlight and music and love and romance, let's face the music and dance, dance. Let's face the music and dance, and dance. Ես ասացի, որ այսօր մեր շատ սիրելի դերասանին շնորհավորելու են եկել ամենատարբեր ոլորտի մարդիկ, բայց իհարկե երևի Կիմ Երիցյանի համար ամենահարազատը, ամենաջերմը, ամենացանկալին դա իր կոլեկտիվի կողմից ստացած շնորհավորանքներն է եւ ես հիմա ուզում եմ հրավիրել այստեղ այս գեղեցիկ սրահի, Աստաֆյան սրահի այս գեղեցիկ դահլիճում ձեզ ուշադրությանը ներկայացնելու Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին, մի մարդու, որը երկար տարիներ աշխատում է Կիմ Երիցյանի հետ։ Պարոն Խանդիկյան, խնդրեմ մոտեցեք։ Կիմ Անդրեյիչ ջան, նախ իմ խոսքը նաև քո ընկերների, թատրոնի ամբողջ անձնակազմի անունից է։ Ինչ ցանկանալ քեզ այս հրաշալի օրվա կապակցությամբ։ Երկար կյանք։ Դու այն մարդն ես մեզ համար, որ ինչ ունեցել ես, ոչ միայն կիսել ես, այլ ուղղակի լրիվ տվել ես քո ընտանիքին, քո ընկերներին, քո գոլեգաներին եւ քո հանդիսատեսին։ Բայց մի բան կա, որ չես տվել։ Գուցե ամենահարազատներին ես տվել, չգիտեմ։ Չես տվել մեզ։ Դա քո տխրությունն է եղել։ Քո կյանքի կենցաղային եւ արվեստի բարդություններն են եղել։ Դա նաև քո դժբախտություններն են եղել, որ քիչ չի եղել քո կյանքում։ Մենք ոչ մեկս չենք ծանրաբեռնվել քո կողմից քո խնդիրներով։ Միշտ ընդօրինակելի ես եղել այդ իմաստով ինձ համար։ Միշտ կյանքը դարձրել ես ուրախություն, թե բեմում, թե կուլիսներում, թե սեղանի մոտ, թե քայլելուց, թե մեքենայի մեջ, թե հյուրախաղերի ժամանակ, թե մեր սիրելի թատրոնի շենքում, ամեն տեղ ուղղակի շամպայնի երգ է քեզնից հորդացել եւ բոլորիս պահել է, գիտես ինչ վիճակում, որ կյանք է։ Պիտի իրար ուղղակի հաղորդել թարմ, լավ, դրական լիցքեր, իսկ մնացածը պիտի գա ու գնա։ Կիմ Անդրեյ, շնորհակալություն քո գոյության համար, շնորհակալություն Աստծուն քո բացառիկ տեսակի համար, որովհետև առանց այդ տեսակի ինձ համար բավական արդեն լրիվ չի ամեն ինչ, բայց շատ կիսատ պռատ կլիներ առանց քո տեսակի։ Եվ նաև ներողություն, որպես արդեն ղեկավար, որին դուք եք
թույլ տվել, որ դառնա թատրոնի ղեկավար, կարծում եմ, որ միշտ էլ, առաջ էլ, հիմա էլ, ապագայում էլ տաղանդավոր մարդու առաջ որևէ թատրոն մեղավոր է։ Տաղանդավոր մարդուն հնարավոր չէ լրիվ բավարարել, որևէ թատրոն դա չի կարողացել անել, եւ ցավոք իհարկե նաեւ մեր թատրոնը շատերիդ առաջ մեղավոր է, ներողություն այդ իմաստով եւ ներողություն քո մյուս տաղանդավոր ընկերներին, որ այս թատրոնում շատ են։ Անհատականություններ ինձնից լավ գիտես ինչ կան այս թատրոնում, շատ։ Ամեն մեկը տարբեր, բայց ինչ լավ է, որ դու երբեք ոչ մենք, ոչ դու չմտածեցինք, որ Կիմ Երիցյանը այս թատրոնում ում տեղն է, Կիմ Երիցյանը իր տեղում էր։ Առողջություն քեզ, համբերություն քեզ եւ միշտ այսպես հորդա քեզնից կյանքի բացառիկ քո մեջ եղած ուրախությունն ու ինչպես ասեցիր քիչ առաջ վարկյանի մեջ հնարամիտ լինելու մարդկանց ուրախացնելու համար։ Քո մեծ կենսագրությունը ինձ համար նորից ասեմ ընդօրինակելի է։ Կիմ Երիցյան։ Շնորհակալություն։ Առաջին նվերը, իսկ այսօր նվերներ շատ են լինելու։ Այսօր նվերներ ենք ստացել Grand Candy, Schwarzkopf-ի կողմից, այսօր մեր շատ սիրելի նկարիչ Վալմարն էլ իր կողմից անակնկալ պատրաստել։ Երիցյանը մեր փոքրիկ, բայց ի սրտե նվերի համար նորից հումոր արեց։ Ասես տիրացուն վերջապես քրիստոնյա դարձավ։ Ես դες ասեմ, որ այսօր մեր երեկոյին մասնակցում է նաև Տիկին Բելան, Կիմ Երիցյանի կյանքի անբաժան ընկերուհին, իրենց թորնիկների հետ, Տիկին Բելա, հիմա ձեզ համար հատուկ, մինչ դուք կպատրաստեք ձեր խոսքը ասելու, ձեր շատ սիրելի ամուսնու, մեր շատ սիրելի դերասանի մասին, Մայքլ Քոթանջյանը հատուկ մի երգ նվիրում է ձեզ։ Չնայած ասեց, երգը կոչել է սկզբից Բելա, հետո սարքեցինք Իզաբելա։ Տեսնենք, թե ինչ է ստացվել այդ երգից, որից հետո մենք խոսափողը կտրամադրենք Տիկին Բելային։ Մայքլ Քոթանջյան։ Իզաբել, իմ կյանքում դու իրական ես, քո անունն է Իզաբել, ախ ինչպես գտնեմ քո սերը, դե ասա ինձ Իզաբել, աչքերում քո մութ գիշերը, ախ որտեղ ես Իզաբել Իզաբելա, իմ սերն ես Իզաբելա 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 Իմ համար դու միշտ երազ ես մի լքիր ինձ Իզաբել, հավատում եմ, որ իմ սերն ես դու միակն ես Իզաբել, աչքերով դու ինձ կանչում ես, ինձ գերում ես Իզաբել, դե ասա ինչպես ապրեմ ես, ախ որտեղ ես Իզաբել Իզաբելա, իմ սերն ես Իզաբելա 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 Isabella, Isabella, im Sennes Isabella, Isabella, im Sennes Isabella,
Isabella, im Senes Isabella, Isabella, im Senes Isabella, Isabella, im Senes Isabella, Isabella, im Senes Isabella, Isabella, im Senes Isabella, Isabella, im Senes Isabella, Isabella, im Senes Isabella, Մայքլ Քոթանջան, հասկացաք, որ երգը նվիրված է Տիկին Բելային, հիմա ես մոտենամ այս սեղանին, սեղան համար 9, այստեղ տեղ է զբաղեցնում Տիկին Բելան իր թորնիկների հետ, քանի թորնիկ ունեք? 4 թորնիկ, 4-ն էլ մի բոյի, հա? չէ, տարբեր բոյի, Քանի տարի առաջ եք ամուսնացել? 40 տարի, 40 տարի, 40 տարի առաջ ընտրեցիք Կիմ Երիցյանին, երբ նա ընդամենը 30 տարեկան էր, այո, շատ եք ափսոսում, ոչ գոհ եմ, գոհ եք? Տեսնում եք, ծափահարենք Տիկին Բելային, Տիկին Բելա, այ ինչն է ձեզ ամենից շատ դուր գալիս այս հրաշքպարտու մեջ, ինքը շատ լավ մարդ է, բացի նրանից, որ լավ դերասան է, առաջին կարգին լավ մարդ է, շատ լավ հայր է, լավ պապ է և Այ թե լավ պապ է, մենք այդ մասին թորնիկներից լսենք, տեսնենք, թե իրոք լավ պապ է, թե չէ, պապիկը լավն է, շատ, բոլոր հուզված են, եկեք ծափահարենք բոլոր թորնիկներին, Տիկին Բելա, ես հասկանում եմ ձեր հուզմունքը, ով ես տեսակ ամուսին ունենա, մինչև 70 տարի պահի մեծացնի, փայփայի, և այսօր չհուզվի, բայց ուզում եմ ձեզ շնորհավորել, որտև դուք գիտեք, թե ինչպիսի համաժողովրդական հարգանք սեր ունի ձեր ամուսինը և երևի կյանքում միշտ համոզվել եք, որ դուք ճիշտ ընտրություն եք կատարել։ Այնց հետաքրքրում եմ այսպիսի հարց, եթե չեք առարկում, մոտենամ Հոբելյանին և հարցնեմ, իսկ նա ինչ կարծիք ունի իր կյանքի անբաժան ընկերոջ մասին։ Համլետ ջան, Երևանի գեղեցիկ կանացից մեկը ընտրեցի, հիմա չէ, հիմա սիրուն է, առաջ գեղեցիկ էր, գեղեցիկ է ոչ արտաքինով, եթե նույնիսկ համապատասխանում է ասածես, շատ մեծ բարի ներքինով, եթե ինձ սազում էր են բառը, որ ասեց Արմեն Խանդիկյանը, որ ինչ ունի տվել է, ամենայն անկեղծությամբ, կանացի այն բարությունը, որ նույնիսկ կանաց է բարի եղել, հետո գիտեք ինչն է լավ, մինչև հիմա խանդում է, բայց գիտի չէ ինչ է խանդում, հենց Աստված տա, անընդհատ ինձ խանդի, Բելա ջան, ոչ նես, իմիջալոս թորներից ներկայացրիք, նկարագրեցիք, մի ուրիշ բան էլ ասեմ, մեզ արմանակ, որ հենց այդ մեծ թորներ, որ ինձ պապ սարկեց, լավ ինձ ոչինչ, կնոջս ընչի տատ սարկեցին, բա իմ կինը տատիկի նման է, բայց շատ լավ տատիկ է, երեխին ասեց, պապիկիտ սիրում ես, ասեց շատ, հետո ասում բայց ինչու, շատից հետո ինչու կա, Շնորհակալություն Կիմ Երիցյանին իր սրտի խոսքը կասի Արթուր Ուտմազյանը 70-ականների սկզբին, երբ ես նոր ծանոթացա Կիմի հետ, ես նրան դիմում էի Կիմ Անդրեիչ։ Անցավ 10 տարի ես նրան սկսեցի ասել ջաջ Կիմ։ Անցավ եւս 5 տարի ես նրան սկսեցի ասել Կիմոկ։ Մենք Կիմոկի հետ
եղել ենք Հայաստանի երևի բոլոր գյուղերում, ոչ միայն Կիմոկի հետ, Լևոն Թուխիկյանի, Ռաֆայել Քոթանջյանի, Արմենի հետ Խանդիկյան, Լևոնի հետ Շարաֆյան, եղել ենք աշխարհի Ամերիկայից սկսած ուր ասես չենք եղել։ Կիմոկի հետ ես շուռ եմ եկել մեքենայով, Կիմոկի հետ ես ընկել եմ օդանավով, ինչ ասես որ չեմ արել Կիմոկի հետ։ Եւ բայց հիշողությանս մեջ մնացել է 70-ականների սկզբի մի դեպք։ 73-ներ, 4-ներ, ձմեռ էր, ձյուն էր, Կիմը ուներ հայտնի այդ ժամանակ քաղաքում Կարմիր Զապարոժեց, երևի միակ Կիմն էր Զապարոժեց քշում։ Եվ այդ մեքենայով մի օր շատ ուշ վերադառնում ենք, հավաքվել ենք թատրոնի, չեմ անում, տանը, Քեֆից հետո, ինչ-որ ներկայացումից հետո, ձյուն էր գալիս շատ ուժեղ ու մի 8 հոգով լցվել ենք այդ Զապարոժեցի մեջ։ Իսկ իմը գիտեք, որ միշտ յուրաքանչյուր սեղանի կամ եթե մարդիկ են հավաքված, համն ու հոտն էր, մեխն էր։ Կիմը ինքն էր վարում, բայց չէր նայում պատոհանից, չէր նայում։ Շուռ էր եկել, ետևի հետ խոսում էր, ես ասի, Կիմ, լավ, մեկ էլ առաջ է նայ, ասեց, ինչ նայ, մեկը բան չի երևում։ Եվ Կիմը այդպես է ապրել իր ամբողջ կյանքում, ապրել է այս օրով, այս վայրկյանով, երբեք չի հաշվել, թե ինչ է երևում առջևում։ Նա միշտ եղել է այսօր իր ընկերների կողքը, եւ ես երջանիկ եմ, որ հիմա իրավունք ունեմ նստել քո կողքը, Կիմոկ ջան, ձյաձ Կիմ ջան, Կիմ Անդրեյ ջան։ Եվ Աստված տա, որ դա շարունակվի երկար, քեզ առողջություն, լինես այնպիսին, ինչպիսին միշտ եղել ես, եւ ինչ կարող եմ ես այսօր քեզ նվիրել, մի բանաստեղծություն, որը ինձ թվում է այսօր շատ ճիշտ է հնչում, շատ ժամանակին է հնչում, սա ոչ միայն իմ խոսքն է, նաև քո սրտի խոսքն է եւ շատ շատերի ովքեր ներկա են նրանց սրտի խոսքն է։ Ես որ լցված եմ բառերով, հանց մրգերով ծանրածաշուն, հազարագանց հայոց լեզվի տերն եմ, նաև բառապանը, ես ինչ բառեր գտնեմ այսօր գովերքելու ինքն իսկ բառը, լև ինչ լեզվով բարեբանեմ ինքն իսկ լեզուն, ախր լեզվի մեջ բառից մինչ բառ, բառից այն կողմ, կա էություն, անբռնելի, անհպելի, որ չես դնի ձևերի մեջ, որ չես բանտի թևերի մեջ, զգեստի խեղճ լաթերով չես պարուրի։ Արդի ես ինչպես տարերավորեմ անբռնելին, ինչ մուտքերով, ինչ խոսքերով հասնեմ նրանց, որոնք միայն այն են տեսնում, ինչ տեսնում են, որոնց համար լեզուն հացի խնդիր է սոսկ, բարդին միայն շենքիսյուն է, ինչպես ասեմ, որ հասկանան, որ աշխարհում հացից բացի կա հացեկած, տեսնելուց զատ կա եւ տեսիլք, և սեփական մորթուց էլ մոտ կա մագաղատ, կա լիացում ճարագայթված գրի լույսից, ինչպես ասեմ, որ հասկանան, որ աշխարհում ոսկու կուրճ շարից բացի կա շարական, երկինք տանող խոսքի շարոց ու կա նարեկացի, կա անձրևի կատկտոցից շարված կարոտ, կա գարունա ձունը արել,
ինչպես ասեմ, որ օգտաշատ աղյուսաձև քարից բացի կա եւ խաչքար, կան դարերի խորքից նայող խեղված քարեր, կան շնչավոր մարդու նման գերված քարեր եւ սրտերում արարատված քար լռություն, ինչպես ասեմ, որ մեր շնչած անգույն օդում թթվածնից զատ կա եւ տեսիլք, կա եւ ոգի, դեռ երագան փողից ելածուխ կա ուբոց, կա մեր քարից, գրից, բարից բաղադրված, մեր հին արյանը համակած մի մթնոլորտ, որից եթե պոկվենք հանկարծ, որից եթե պոկվենք հանկարծ, պիտի պոկվենք ձգողական ուժից երկրի և երկրում իսկ դառնանք անկերպ, անկշռելի, ինչպես ասեմ, որ հասկանան, ինչպես ասեմ, ինչպես ասենք։ Սա իրոք նվեր էր, Արթուր ջան, շատ շնորհակալություն ես նվերի համար, ինչու որովհետև բազմա տարի ժամանակ է անցել, այս բոլոր բառերը ես նույնիսկ այն մարդու շուրթերից եմ լսել, որը գրել է, ես երկար գիտեմ, այո, ու մեծ վայելանք է եղել, ես եղել եմ Ֆրունզի տարեդարձներից մեկին, երբ որ ասեցի մեծն, Սիլվան ինձ համար դա ոչ թե Սիլվա է, այլ տղամարդու ուղեղի հսկայի բանաստեղծության մասին է խոսքս, ուժ, շատ ուշադիր լսեք, թե ինչպես է, ոչ միայն քանդում, այլ կառուցում, բայց քո ներքինը։ Շնորհակալություն Արթուր ջան, մենք էլի զրույց կունենանք, բայց քանի բանաստեղծության մասին խոսեցի մի բառ էլ ասեմ, ես շատ եմ շփվել մեր աշխարհի մեծամեծ մարդկանց հետ պարուր հիշեցի, ես դրա համար ուզեցի ասել, շատ եմ շփվել, անունս դրել էր Անջիգյար Կիմո, երբ որ երկար ժամանակ չէի երևում, ասում էր այդ Անջիգյարը ուր է, միայն հարազատ մարդուն կարող էր Անջիգյար ասել, և մի գիրք կա, որի վրա մակագրությունը այսպեսին էր, առիթ ուներ այդ ասելու, իմ բազմաշնոր բարեկամին, Կիմին, անկեղծ սիրով, նվիրվածությամբ, հենց ինքն էլ նվիրեց այդ գիրքը, ամենակարևորը ինձ համար, երևի շատ գրքերի վրա գրում էր Պ. Սևակ, պարույր Սևակ, իմ գրքի վրա մակագրությունը այսպեսին էր, ուղղակի պարույր։ Ես շնորհակալ եմ Արթուր ջան, որ այդ հիշողությունները վերականգնեցիր, շատ ենք քայլել, ու այնքան ենք մենք աշխատել, մի բառ էլ ասեմ կներեք, ինչ որ ստացվում է ժամանակը անպայման պիտի անցնի ժամանակի բնավորություն, ես մանր սլակները իմ բոլոր ժամացների պոկել դենեմ, շպրտել, որ չտեսնեմ ինչպես է գնում ժամանակը, Երանի այն մարդուն, որ սեփական կոշիկները սեփական քրտնքի կաթիլների վրայով գնում են մինչև վերջ, կարծեմ այդ բանակում ես գոյություն ունեմ, շնորհակալություն։ Բրավո, գիրեք սելի բարեկամներ, ձեր ամեն մի քաղցր խոսքից, ամեն մի բարի խոսքից ես գում թե ինչքան է հուզվում հանրապետության վաստակավոր արտիստը, որքան էլ ցավալի է վաստակավոր, պատկերացնում ես մարդ պիտի 100 տարեկան դառնա, որ ժողովրդական տան, Տեր Աստված, այսպեսին է մեր ռեալ իրական կյանքը, ես ուզում եմ հիմա հրավիրել մեր հյուրերից մեկին, որը եկել է հատուկ այսօրվա համար, ողջունելու Կիմ Երիցյանին, նկարիչ Վալմարին, խնդրեմ պարոն Վալմար, ես տեսնում եմ, որ դատարկ ձեռքով չեք եկել, համեցեք։ Ես առիթից օգտվելով ուզում եմ նվիրել Հռիփսիմեի աշխատանքներից մեկը, որը արված է, այո, թատրոնի հետ կապված հագուստի էսքիզներից երաժշտություն, եւ ցանկանում եմ, որ միշտ սերը եւ լույսը
թակավորի եւ ձեր կյանքում միշտ սեր եւ լույս լինի։ Նույնիսկ մոտ ժամանակ։ Նույնիսկ մոտ ժամանակ եւ այսօրերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե Վալմարի այս նկարը կարծում եմ ավելի ճիշտ նրա դստեր նկարը Ռիփսիմեի միշտ տեղ կզբաղեցնի երեսյանների օջախում։ Շնորհակալություն։ Դե համոզվեցիք, որ Կիմ Երեսյանը նաև հրաշալի պարում է։ Աստաֆյան կենտրոնի այս հիասքանչ սրահում այսօր տեղ են զբաղեցրել նաև նվագախմբի տղաներից երկուսը՝ Լևոն Թուխիկյան, Ռոբերտ Մկրտչյան։ Համեցեք պարոնայք։ Ժամանակին Ցոլակ Դարփենյանի տեղը չասեցիք, հիմա գոնե ասեք Կիմ Երեսյանի տեղը։ Մուսկամանդում բստած լիմոն, խեղճի հերն ուզում էր տիրացու կարգեր, բայց մուրազը պորում մնա։ Դրա հաշիվը ես պիտի տեսնեմ, մենակ, ջուտո ջան, մենակ դու վկա եղիր, որ տեսնես, որ ամեն ինչ նամուսով կանեմ, տղամարդու պես, հա? Չէ, Հարսեն ջան, էջպես բան չանես, Հարսեն ջան, համել տղեր նարդը մետավորների աչքն է մտել։ Դրա համար եմ ասում, Ախ, տղերք։ Թունակ, սպասիր, աղբեր ջան, լաություն պիտի անեմ։ Էդ աննամուսներ ուզում են կեզ ծեծել, հա? Բա։
Խնդրիր։ Ապրես։ Դմբուս, տեսը տանդալոշ տիրացուն ինչ ակտել։ Երկրում, չէ, ընկերներ, բանվորներ, գյուղացիներ, զինվորներ։ Ցոլակ։ Դու ինչ կասես։ Ես։ Մայստրոն ճիշտ է ասում, մուզիկան չզբաղվել պոլիտիկա։ Այնպես որ եկեք ես թույլ տանք Կիրակոսին ու ասենք. Արախպեր ջան, շարդ մեզնից հեռու։ Մենք բոլշևիկ, մենշևիկի հետ գործ չունենք։ Ուր տանեն։ Տար հանց ներտապային ու ասած է որտեղից ես գտել։ Գնա Կիրակոս։ Գնա։ Տար։ Ես մուզիկանտ եմ։ Բալի շուտով։ Տղեր կգրով են անձը։ Էդի քեզ ես ուզում։ Ոնց ես գույնդ գցել։ Գույնս, գցել եմ։ Երեսդ ոնց որ կավիչ։ Ինչ ես ասում այդ աղա։ Հը? Դիչ, այդ իչ։ Գագիկ։ Գագիկ, սպասի, բան պիտի ասեմ, Գագիկ ջան, Գագիկ, էդ ինչի էդ բոլորդ ինձ այն ցույց տնում, ախր ես ես ինչ վնասեմ, զորոնակ ցոլակին, ասում էի թե տղեր կուզում են քեզ ծեծել, վերջնելի ես վատամար դուրս եկա, ասում էի պատվական մարդ է, աստվածավաղ, բաղոնց, չէ, մեզպես, միջի գնացինք ցոլակի հիվանդ քերեկնոջ մոտ, տեղն իմանայի, հենց հիմա էլ կգնայի, Գիտես տուն է։ Չէ, դուդո ջան, չգիտեմ ասացի, գող, տղեր, սիրացուն կտվել է թե որտեղ է ապրում ցոլակի քերեկի։ Ինչ գարի ջան, արդեն ջան, ես ասում էի ախր հանգար ցոլակի քերեկին է։ Կիրակոս, արի մինները, Ինչ ես զում։ Ասում էի, անգնիկա, ասվածյանի վաղ մյուսր հոգին տա։ Հոգին տա։ Դե չոքիր ես ռոտեիս։ Շոտ! Դու տիրացու ես, չէ։ Տիրացու ես։ Քո ձենը աստծուն իմիջ շուտ կհասնի, չէ։ Հիմա ինչ որ ասեմ, հետս արի։ Գնացինք։ Հայր մեր դու եղիցի մեզ ապավեն։ Հայր մեր դու եղիցի մեզ ապավեն։ Էնպես հարավոր ցոլակի քերակին է շուտ լավանա։ Էնպես հարավոր ցոլակի քե։ Շուտ լավանա։ Եվ մենք էլ նրա առաջից ընկած։ Մարշացելով գնանք։ Մարշացելով գնանք։ Դե հիմա չքվիր աչքիցս։ Իմ օրքեստր բոլշևիկ չկա։ Ճիշտ է նրանք մի քիչ օյնված, բայց պոլիտիկան եղտ։ Ոնց են եղտ, մայստրո։ Բան չի տղեր կդուս սրան ռեստորանից երբ լսեցին գնդի գնալու մասին։ Բան չի ցոլակ ինձ խփեց երբ ես էլ նրա հետևից դուրս եկա։ Բայց ընտրուցիկները, էդ է միրտ, հը։ Այս տիրացուն ամբետ մուզիկան։ Նրան օրքեստր ոչ ոք չսիրե, և նա հիմա սուտ ասել, ես սարմանում։ Ես նստած եմ մի դերասանի կողքին, որը չի սովորել ոչ ուսուցիչ, ոչ ռեժիսորից, այլ նա
տվաձորիկ էր Աստծու կողմից։ Նա տեսակը զարմանալի կերպով սիրեց մեր ժողովուրդը եւ այդ տեսակը պահպանեց մինչև հիմա 70 տարեկան է եւ կարծում եմ որ ինչքան ապրի նա իր տեսակի մեջ կմնա այդ տեսակը սիրվեց շատ սիրվեց ժողովրդի կողմից եւ նրա ամեն մի ելույթը ինքնատիպ ինքնուրույն ստեղծագործություն է ես այդպես ասում եմ որովհետեւ ես մեր բեմում խաղացել եմ Ադամ Նապոժն Արևելյանում չէ հիշում ես միասին եւ քանի որ արդեն կինոյից խոսվեց մի երկու խոսքել ուզում եմ ասել թե ինչպես դերաբաշխման ժամանակ Հենրիկ Մալյանը, որը շատ մտերիմ էին Ֆրունզիկի եւ միշտ լինում էին նաեւ իմ մոտ տանը խոսակցության ժամանակ ընտրություններ էին կատարում տարբեր դերասանների եւ այլն, երբ որ ինձ գցել էին այդպես տարբեր մի քանի դերասանների հետ իսկ երբ որ ես հարցրից ինչի օրինակ կիմը դուբլոր չունի, փոխարինող չունի, այսինքն նրա հետ ասեցին որ կիմը ուրիշ դերասան է, կիմի տեսակը արդեն հայտնի է եւ մենք հույս ունենք որ նա այդ դերը կխաղա այնպես ինչպես որ ինքը կարող է խաղալ, ուրիշ ոչ ոք չի կարող խաղալ։ Իսկ քո դերը կարող է եւ ուրիշները խաղալ։ Իսկապես մի քանի հոգի կային իմ դերը խաղացող Սոլակ Դարբինյան, բայց բոլորը դուրս դրան մնաց մեկը։ Ես հիշում եմ դա Արմեն Ջիգարխանյանն էր, որը նաև այդ դերի վրա էր, իսկ կիմը երբ որ առաջի փորձերը սկսվեց անել սեղանի շուրջ, զարմանալի կերպով նա այնպիսի գույներ էր բերում եւ այնպիսի հուշարարի տպավորություն էր թողնում նաև մյուս պարտներներին, օրինակ Արմեն Խոստիկյանը իր բանից վերցրած, իր գյուդերից, դերասանական գյուդերից վերցրած ինքն էլ սկսում էր մի ահռելի բան ստեղծել, հասկանում ես, դա այսինքն ստեղծագործությունը դառնում էր սցենարից դուրս, ռեժիսուրայից դուրս, իրենք էին ստեղծում այս պայմանները, հիշեք նա կոմիկական այն վիճակները, սա իրենք էին ստեղծել, դա ոչ դրամատուրգիա կար, ոչ ռեժիսուրա կար, ոչ բան, բոլորը մենք էինք անում, եւ այս տեսակ մարդկանց չեն բացարձակ, Հենրիկը նստած էր այսպես ու գոհեր ինքը Եվ որ ինքը այդպես գոհեր, արդեն մենք էլ աշխատում էինք ոգևորված։ Կիմը այդ մարդկանցից մեկն էր, որ տարավ ներկայացման մի ամբողջ շարժում, այսինքն հակառակ կողմի ուժը տարավ մենակ իր վրա։ Տաղանդավոր մարդ է, ես այսօր նստած եմ այդ մարդու կողքին, որին բախտ եմ ունեցել եւ բեմում եւ կինոյում խաղալու։ Կիմո ջան, դու դրանից բացի հրաշալի հայ ես, որովհետեւ այսպես ընտանիք ունեցողը միայն ես կարծում եմ որ մի քիչ էլ գլուխս եմ ուզում գովել որպես հայ որ հայի ընտանիքը այսպեսին պետք է լիներ ինչպեսին որ քո ընտանիքն է այո դա պետություն է դրանով էլ մենք մնացել ենք գոյատերը պետություն չունենալով այս թորները դες սիրուն այս ինչ երեխեք են ցավը տանեմ ես քեզ ուզում եմ համբուրել եւ քեզ Ես Կիմ Անդրեյիչի հետ հանդիպեցի 40 տարի առաջ, առաջի անգամ Կիմ Անդրեյիչ ասեցի և հուսով եմ այդ Կիմ Անդրեյիչ չեմ ասի միշտ կասեմ Կիմ, որովհետև հենց առաջին իսկ պահից նա երբեք ցույց չէր տվել իր առավելությունը, թե տարիքը, թե փորձը եւ ամեն ինչը։ Եվ Կիմը այն անձնավորություններից է, որ ընդհանրապես բոլորին հաղորդում է դրական լիցքեր, հենց իր ծնված առաջին իսկ պահից։ Դա թեկուզ լինի ասենք թե նրա ինկերպարները, որ ինքը ստեղծել է, դա մեզ ստիպում էր, որպեսզի ուրախանանք, որ այդպիսի բացասական անձնավորություններ չենք, իսկ բացասական անձնավորություններին ստիպում էր դառնային դրական մարդիկ։ Այնուհետև նրա այդ դրական լիցքերը բոլորիս օգնում էր, որպեսզի մենք դերերը լավ կատարեինք։ Եվ գիտեք ինչ կա, մինչև իսկ հիմա նույնիսկ հիմա նորից դրական լիցք հաղորդեց։ Առաջինը, որ մենք բոլորս դրական կերպարներ էինք, այն բոլոր անձնավորությունները, որը Կիմի հետ շփվեցին։ Եվ դրական հիմա լիցք հաղորդեց, որ ի շնորհիվ նրան հիմա ես տեսնում եմ այնպիսի
հաճելի ծանոթ դեմքեր, որոնց որ մենք կարոտ ենք եւ վաղուց չենք հանդիպել։ Այս Ավետիք Իսահակյանը մի փոքրիկ քարյակ ուներ, որ իսկապես վերաբերվում է կիմին, ասում էր, երնեք այսպես կյանքում մենակ ամենքիդ հետ լինեի, երնեք այսպես դաշտում մենակ բոլորիդ հետ լինեի, բայց ով կտա այն վայելքը ինքս ինձ էլ չզգայի ու հալվերից ծավալվերից ամենքից հետ լինեիր։ Ես շնորհավորում եմ քեզ Կին ջան, ես երջանիկ եմ, ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել քո հետ շփվելու։ Եվ ի պատիվ քեզ ես շատ բան եմ սովորել։ Շնորհակալություն։